Վերնատուն Հանրային ռադիոյի եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ, ահա կոլեկտիվի ցուցասրահում բացվելու է փարիզաբնակ արվեստագետ Ալեքսանդր Ավագյանի Հայաստանում առաջին անհատական ցուցադրությունը, որը ցույց է տալիս նրա վերջին 5 տարիների ստեղծագործական զարգացումները։ Ալեքսանդր Ավագյանը ծնվել է Երևանում, ավարտել Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան ու նաև Էքս-Մարսելի համալսարանը կերպարվեստի տեսության ու հետազոտության մասնագիտությամբ։ Այժմ ապրում եւ ստեղծագործում է Փարիզում։ Առաջիկա ցուցադրության մասին ենք մենք այսօր խոսելու, հեղինակի ու նաև ցուցահանդեսի համադրող ԱՀԱ կոլեկտիվի հիմնադիր Նայիրի Խաչատուրյանի հետ։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն Նազելի։ Նայիրի, ես ուզում եմ մեր զրույցը սկսենք ձեզնից, քանի որ ցուցահանդեսի կազմակերպիչն եք ու նաև նախաձեռնողը, մենք բազմիցս այստեղ խոսել ենք ձեր ցուցահանդեսային այսպես նախաձեռնությունների մասին եւ շատ հետաքրքիր է թե դուք ինչպես եք ընտրում հերթական արվեստագետին եւ ինչպես ձեր ուշադրությունը կենտրոնացավ հատկապես Ալեքսանդրի վրա, այսպես ինչպես եղավ դա։ Կարծում եմ ոչ այդքան ընտրություն է, ինչքան հանդիպում եւ հանդիպումների շղթա, որ ստեղծում է այս կամ այն ցուցադրության նախագիծը, լինի դա ԱՀԱ կոլեկտիվի արդեն 1.5 տարվա գալերեայի ցուցասրահի միջավայրում կամ թանգարանային կամ հանրային տարածքների միջավայրերում, անշուշտ կան համադրողի կողմից, իմ կողմից հետաքրության ուղղություններ, լինեն դրանք բովանդակային կամ գեղարվեստական եւ նաեւ ժամանակային, այսինքն ինձ նույնքան հետաքրում է արդի շրջանի հայ արվեստը, Հայաստանի, Սփյուռքի եւ մեր տարածաշրջանի, ինչքան ժամանակակից արվեստը եւ ԱՀԱ կոլեկտիվի ցուցասրահը երբ բացեցի, հնարավորություն ունեցա արդեն լիովին ազատ լինել կազմելու ցուցադրությունների ընթացքը ինձ համար շատ կարևոր է որ ցուցադրությունները թե արդեն մեր գալերեայում թե թանգարաններում իրենց բովանդակությամբ լինեն ներկայի եւ ներկայիս իրադարձությունների եւ կոնտեքստների հետ շատ հարազատ դա չի նշանակում որ չեն կարող իրենց մեջ կրել վաղվա հետ կապված մտքեր եւ գաղափարախոսություններ ընդհակառակը ես դա եմ խրախուսում եւ կարծում Ալեքսանդրի արդեն այս ցուցահանդեսը եւ իր արվեստը դրա շուրջ է կառուցվել եւ արդեն 6-րդ ցուցադրությունն է որ ցուցասրահում բացում ենք այս 6 ցուցադրությունների ընթացքում արդի ուրեմն հայկական արվեստին անդրադարձա ինչպես Հերման Վահրամյանի սփյուռքաբնակ ժառանգությանը եւ անշուշտ ժամանակակից արվեստին ինձ համար շատ կարեւոր է միշտ այս պինգ-պոնգի ընթացքը սկզբունքը լինի որտեղ արվեստը դա ուղիղ պատմական ինչ որ գիծ չէ նույն Ալեքսեյն ավելի լավ կկարողանա ցույց տա թե իր հարաբերությունները օրինակ 60-ական 70-ական արվեստի դրսևորումների ու պատմության հետ ինչքան կապ կա եւ ժամանակակից արվեստի գործեր նաեւ ներկայացնելիս ինձ համար կարեւոր է թե Հայաստանի եւ թե Սփյուռքի փորձառությունները եւ նաեւ ավակ սերնդի եւ երիտասարդ սերնդի փորձառությունները Ալեքսի հետ մենք հանդիպեցինք անցած տարի կամ 1.5 տարի առաջ Փարիզում իր արվեստանոցում դե համադրողի առօրյա կյանքի մի անբաժանելի մաս է արվեստանոցներ այցելել կամ արվեստագետների հետ շփվել այլ միջավայրերում կամ հենց իրենց արվեստանոցային միջավայրում եւ կարծում եմ այդ հանդիպումների եւ զրույցների ընթացքում է ձևավորվում որևիցե համադրողական նախաձեռնություն եւ այս ցուցադրությունը կարծում եմ դրա արդյունքն է
Ալեքսանդր, առաջին անգամ եք Հայաստանում, ինչ գործեր են դրանք եւ ինչ հաղորդագրություն են փոխանցում հայաստանցիներին, այսպես ասած։ Ուրեմն, այո, իրոք իմ առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում, բավական մեծ պարտավորության զգացողություն կա, որ այդ հանդիպումը հնարավորինս լավ կայանա, պետք է ասեմ շնորհակալություն ԱՀ կոլեկտիվին, որովհետև երևի երազելի մասնագիտացված մոտեցում է ցուցաբերվում եւ դրա շնորհիվ կարծում եմ ստացվելու է թե աշխատանքների ընտրման հարցում, թե դրանց էքսպոզիցիայի հարցում եւ թե ուղեկցող տեքստի եւ բոլոր ուրիշ ցուցահանդեսը կողքից ուղեկցող ատրիբուտների հարցում կա բարձրագույն բծախնդիր վերաբերմունք եւ դրա համար ինձ թվում է շատ լուրջ հնարավորություն կա, որ ցուցահանդեսը համարվի ստացված եւ բոլոր մեր հյուրերը կարողանան տեսնեն, թե ինչ են փորձել աշխատել, փորձարկել 2025 թվականներին հիմնականում աշխատելիս։ Իսկ որպես արվեստագետ ինչ դիրք ունեք այստեղ, որպես սփյուռքահայ եք ներկայանում, թե երևանցի։ Երևի թե լսողները կարող են մի քիչ ծիծաղել, որովհետև դժվար է ինձ սփյուռքահայ համարել, ես երևանցի եմ։ Ուղղակի արդեն 10 տարուց ավել ապրում եմ Ֆրանսիայում եւ հույս ունեմ, որ ինձ կընկալեն որպես երևանցու։ Իսկ ինչ վերաբերում է գործերին։ Գործերը իրենց հերթին ունեն մի մեծ խառնուրդ, այսպես գործերը մեծ խառնուրդ են եւ տեղի գեղարվեստական դպրոցի եւ Ֆրանսիայում ստացած կրթության եւ արդեն արվեստի միջավայրում ստացած արդեն գործնական փորձառության։ Եթե անդրադառնանք գործերին, կուզեմ Նայիրին նույնպես այդ մասին իր կարծիքը հայտնի, այնտեղ կուրատորական տեքստում մի նախադասություն իմ աչքից չվրիպեց, դա արվեստագետն առաջարկում է բնանկարների նոր ձև հարցականի տակ դնելով բնանկարչությունն առհասարակ, ինչ ենք մենք տեսնելու։ Երբ այցելեցի Ալեքսանդրի արվեստանոցը Փարիզում, նախ ասեմ, որ շատ հետաքրքիր եւ հարուստ միջավայրում է ստեղծագործում եւ հույս ունեմ, որ Հայաստանում նաեւ ստեղծվեն այսպիսի պայմաններ, որպեսզի արվեստագետները այդ տեսակ միջավայրերում սնվեն եւ ստեղծագործեն։ Ուրեմն Փուշ անունով արվեստանոցային մի միջավայր է, որ Ալեքսանդրը եւս կարող է լրացնել, թե ինչպես է այդ միջավայրը ազդում իր գործունեության վրա, որ արվեստանոց ունի Ալեքսանդրը, այսինքն շատ տարբեր արվեստագետների համայնք կա այդ արվեստանոցներում կողք կողքի, երբեմն մի մեծ արվեստանոցում մի քանի արվեստագետներ են տարածքը կիսում եւ այդ միջավայրում է, որ ես իր աշխատանքները նաև առաջին անգամ տեսա, անշուշտ միշտ առցանց ներկայությունը կա, բայց առցանց դա ոչ մի բան չի ներկայացնում ի վերջո, եւ ինձ հետաքրքրեց, թե ինչպես է հարթությունից, երկչափ հարթությունից եւ գեղանկարչական ամենից կիրառված բովանդակությունից ինքը կամանց ազատվել կամ թռչել դեպի արդեն բաց տարածություն եւ ծավալներ, այսինքն որպես արվեստագետ մի շարք աշխատանքներ ստեղծագործել է 10 տարի առաջ ավելի բնանկարչության ասպարեզում եւ իր կրթության, հետաքրության եւ պրպտուկների արդյունքում հասել է այնպիսի մի տեղ, երբ բնանկարը արդեն իր ծավալային հասկացողությամբ նաեւ դրսևորվում է աշխատանքների մեջ, այսինքն երկչափ հարթությունից անցել է ծավալային նյութերի վրա նկարչության եւ դրա համար այդ ձևակերպումը ծավալային բնանկարչություն ստացավ տեքստում։ Իսկ դուք կարող եք մեկնաբանել։ Երևի համաձայն լինեմ Նայիրի հետ, որ Փուշ արվեստանոցը, որ
արդեն 5 տարի գոյություն ունի, որ համախմբում է 270 արվեստագետ, մեծ դեր ունի այդ խմորումների, զարգացումների, փորձառությունների կուտակման, փոխանակման մեջ եւ 5 տարի առաջ սկսելով մաս կազմել այդ արվեստանոցի գործունեությանը, ես նկատեցի, որ շատ բաներ ավելի արագ զարգացան, շատ մարդիկ հետաքրքրվեցին իմ աշխատանքով, ես էլ իրանցով եւ այդ նյութային որոնումները ավելի հեշտ առաջ գնացին, որովհետեւ կողքս աշխատում էին մարդիկ փայտի վրա, մետաղի, ուրիշ սինթետիկ նյութերի եւ ինչ որ ձևով հետաքրքրվելով այդ բոլոր միջավայրներով ես էլ կամաց սկսեցի հետաքրքրվել տարբեր նյութերով, տեսնել իրենց հատկությունները, տեսնել թե ինչպես նույն ներկը կարող է ուրիշ ձևով նստել տարբեր հիմքերի վրա եւ կամաց կարծես նկարչությունը այսպես դուրս եկավ իր երկու ծավալային կոնվենցիոն սահմաններից եւ տարածվեց ձևերի վրա, որոնք երբեմն կարող են հիշեցնել սահմանաձողեր, երբեմն կարող են հիշեցնել պատը պահող ինչ որ պրիմիտիվ կոնտրֆորսեր, ըստ էության բնանկարը էլ ներկայացված չէր որպես թեմա, այլ մարմնավորված էր ֆիզիկապես այն տարածքում, որտեղ որ այն ցուցադրվում էր, կլինի դա գալերեա, ցուցասրահ, թե պարզապես ինչ որ մի տարածք, պատկերացրեք օրինակ այստեղ կարողանանք բերել եւ տեղադրել այս ստուդիայի 4 կողմը եւ այս ստուդիան կդառնար ինչ որ մի սիմվոլիկ տարածք գոտի։ Շատ լավ, այստեղ մենք նշեցինք, որ դա ձեր արվեստի 5 տարիների զարգացման այսպես ընթացքն է ցույց տալիս այս ցուցահանդեսը եւ շատ հետաքրքիր է 5 տարին ընդհանրապես մեծ ժամանակաշրջան է արվեստագետի համար զարգացնելու իր արվեստի հմտությունները։ Նայելով իմ անձնական փորձին կներեք, կարող եմ ասել, որ երևի թե, այսինքն իմ դեպքում դա բավական մեծ է, որովհետև 2010-ական թվականների որոնումները, հետազոտությունները, թեմաները տարբեր էին, չկար այսպես շարքային հետևողական մոտեցում եւ հանկարծ 2014-15 թվականից սկսում են առաջ գալ շարքեր, որոնց շուրջ ես աշխատում եմ շուրջ 5-6 տարի եւ կարելի ասել եղավ մի առաջին 5-6 տարվա փուլ եւ հիմա ըստ էության մենք խոսում ենք երկրորդ մի փուլի մասին։ Իմիջիայլոց հետաքրքիր է նշել, որ Նաիրին ունեցավ մի զգացում, որ կարելի է ընդգրկել ցուցահանդեսին մի աշխատանք 2010-ականներից, որը որ փոքր մի բնանկար է, բավականին դասական կարելի ասել, եւ կարծես այսպես հուշ ներկա է եւ թույլ է տալիս հասկանալ, թե ինչ ճանապարհ է անցել, ինչ ճանապարհ է կներեք անցել գեղարվեստական որոնումը։ Ես կարծեմ յուրաքանչյուր արվեստագետի համար շատ տարբեր կարող է լինել այդ 5 տարին, բայց նաև արվեստագետը երբեք դուրս չէ առօրյայից եւ ընդհանուր սոցիալ, մշակութային եւ քաղաքական իրադարձություններից եւ վերջի 5 տարվա մեր տեղական Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի բոլոր իրադարձությունները այնպես արեցին, որ շատ խիտ այս 5 տարվա մեջ մեծ ռադիկալ փոփոխությունների ենթարկվեց եւ դեռ ենթարկվում է աշխարհը եւ Ալեքսանդրի նման արվեստագետ, ով շատ զգայուն է իր շրջակա միջավայրի վերաբերյալ, թե նյութերի ընտրությունը, թե ինչ նյութերով է աշխատում եւ թե այն թեմաները, որի շուրջ ինքը հետազոտում է, անշուշտ անդրադարձ կա, թե մեր շրջակա միջավայր այս վերջի 5 տարվա մեջ ինչպես փոփոխվեց եւ հա, ինչպես ասած, չնայած ընտրությունը արդեն գործերի արվել էր, մենք արդեն քանի ամիս է աշխատում ենք եւ արդեն ցուցադրության ընդհանուր նաեւ տարածքի այդ աշխատանքը մտքումս կամ թղթի վրա գծել էի, բայց երբ սկսեցի տեքստը գրել իր մասին, միշտ համադրողը
հանրության հետ իր հարաբերությունը հիմքերից մեկն է իր աշխատանքի մոտեցման մեջ, թե ինչպես է գրում, ուր է գրում, այսինքն Հայաստանում գրելը մի բան է, Ֆրանսիայում Ալեքսի մասին տեքստ գրելը ուրիշ բան է, եւ երբ գրում էի ու նայում էի ցուցասրահին եւ գործերին, հասկանում էի, որ ինչ որ մի բան պակսում է, որովհետեւ եթե այս վերջի 5 տարվա իր ստեղծագործական ուղղությունը ուզում ենք ցույց տալ, քանի որ բոլորը ծավալային գործեր են ինստալացիայի դրսևորում ունեն գործերը, լինեն դրանք փոքրածավալ, որտեղ շատ փոքրածավալ գործեր կան, այսինքն նաև երեխաների համար շատ մատչելի եւ հասանելի եւ նաև շատ հարազատ աշխատանքներ են եւ նաև լայնածավալ մի բան պակսում էր մեկ եւ հետո վերստին նայեցի իր ուղարկած նյութերը, լուսանկարները վերջին 10 տարվա, 15 տարվա եւ մի գործ, մի կտավ կար, որ մտածեցի ճիշտ կլինի, որ դա լինի, որովհետեւ Հայաստանի հանրության համար, Երևանյան համայնքի համար այդ ինչ որ ինքն էլ նշեց, այսինքն մի բնանկար է, շատ փոքրածավալ, որը ունի հենց այն բնանկարը, ինչի մասին քիչ այո, որ ունի տեղորոշիչ ինչ որ տարեր, այսինքն բնանկարի մի դրսևորում կարող է լինել սարը, կարող է լինել ճանապարհը, հորիզոնը նաև գունաշխարը իր այս վերջի շրջանի աշխատանքների հուշող գունաշխար այդ բնանկարի մեջ եւ նաև այն տարը, որ փախավ այդ հարց տարածությունից, այսինքն այն ծավալային առարկան, որ ճանապարհի եզրին կարող է ցույց տալ ինչ որ մի սահման կամ ինչ որ ուղղորդիչ մի ճանապարհ այսինքն ընթերցելու համար եւ մոտենալու համար Ալեքսի արվեստին այսօրվա այդ մի նկարը որպես պատուհան կարող է լինել այցելուի համար։ Պատուհան անցյալից դեպի ներկա, թե պատուհան Եվրոպայից դեպի Հայաստան։ Երևի թե երկուսն է խոսել արվեստի ստեղծագործության մասին, մարդկանց որոնք օրինակ չեն տեսնում։ Այդպիսի մի վարժություն էլ մեր ունկնդերներին պատմելն է, թե ինչ կարող են տեսնել, եթե գան ահա կոլեկտիվի գալերեա, ուրեմն դրանք բավականին տարբեր չափերի գործեր են, շատ փոքր, ես դրանց ասում եմ գրպանի նկարչություն, փոքր ծավալներ, հաճախ երկու փոքրիկ ծավալներ, որոնց հետ մենք կարող ենք խաղալ, փոխել կոմպոզիցիան, իրար կողը դնել, իրարից հեռացնել, իրար վրա դնել եւ անընդհատ նոր նկարչություն ստեղծել, նոր արվեստի գործ եւ ավելի մեծ ծավալներ, որոնք ըստ էության երևի կարելի է ձևակերպել որպես ձողեր, որոնց վրա կա գունային գոտիներ եւ այդ ձողերը դրված են պատի անկյունում կամ պատի դիմաց, կարծես ինչպես նշեցի կոնտրֆորսեր եւ հնարավորություն կա դրանց տեսնել ինչ որ մի դիրքավորմամբ պատի դեմ տված, բայց նաև կարող ենք պատկերացնել ամբողջովին ծրված տարածքի 4 կողմը կամ հորիզոնականորեն ցուցադրված, որը ավելի կհարազատանար բնանկարի գաղափարին, այսինքն մի նկարչություն, որը որ փորձում է հանրայնացնել արվեստի գործը, խոսել նրա մասին, որ ժամանակակից արվեստի գործը հասանելի է բոլորին, դրանք բաներ են, որ երբեմն կարող ենք մենք ձեռք տալ եւ երբեմն երբ որ մենք այցելու ենք, նաեւ կարող ենք ինքներս ինչ որ չափով մի մասնակից դառնալ ինչ որ մի կոմպոզիցիայի, ինչ որ մի գեղարվեստական լուծման, գույների համադրության կամ ծավալների կառուցման։
Դրանք բոլորովին նոր գաղափարներ չեն, դրանք ի հայտ են եկել 60-70-ականների սոցիալապես, քաղաքականապես լարված տասնամյակներում, Վիետնամյան պատերազմ, Կորեա, սեգրեգացիայի ավարտ, ամերիկյան կայսերապաշտություն, սառը պատերազմ եւ երևի թե շատ տարբեր երիտասարդ ավելի արվեստագետներ այսօր գտնում են, որ շատ բաներ մեզ հիշեցնում են այդ դարաշրջանը եւ երևի թե ինչ որ ավել հնարավորություն կա ոգեշնչվել ավելի ռադիկալ արվեստից։ Այո, տեսնում ենք աշխարհի բևեռացում, տեսնում ենք, որ աշխարհը նորից բաժանվում է կողմերի եւ դեմերի գեոքաղաքականության ոլորտում եւ տեսնում ենք նաեւ թե ինչպես մեր փոքրիկ երկիրը այդ լարումների մեջ նոր դժվարությունների, նոր մարտահրավերների առաջ է կանգնում։ Եվ երևի թե հետաքրքիր է, որ հենց այս 20-ական թվականներն են, որ հնարավորություն են տալիս մի նոր սերնդի արվեստագետների վերաիմաստավորել այդ ժառանգությունը, որը որ գալիս է մինիմալիզմից, արտե պովերայից, Իտալիա կամ Ճապոնիայից կամ եվրոպական տարբեր երկրներից եւ անգամ մեր հայկական իրականությունից, չէ՞ որ Հայաստանում 60-70-ականները հայտնի են որպես այլախոհ գեղանկարչական դպրոցի հիմնադրում, որը որ նմանը չուներ խորհրդային կայսրության եւ ոչ մի երկրում։ Իսկ օրինակ կան Հայաստանում արվեստագետներ, որոնք ձեզ այդ իմաստով ոգեշնչում են այդ 60-70-ականների։ Շնորհակալություն հարցի համար, հայկական այդ շրջանը իմ ամենասիրելի շրջաններից մեկն է եւ եթե դժվար է առանձին անուններ ասել, բայց այս բային մտքովս ասում են Էդուարդ Խարազյանի, նաև Սեյրան Խատլամաջյանի օրինակները, բայց վստահաբար Հենրի Էլիբեկյանի եւ վստահաբար էլի շատ անուններ կան, չէի ուզի պես անուններ բաց թողել, որոնց շատ դրանք ավելի շատ абստրակտ արվեստագետներ են, ձեզ հայկական абստրակտը դուր է գալիս։ Ինձ հայկական абստրակտը միանշանակ շատ դուր է գալիս եւ գտնում եմ, որ այդ սերնդի արվեստագետները նաև լայն հնարավորություններ են տվել 80-ականների արվեստագետներին եւ նաև հետխորհրդային իրականության մեր ներկայիս դաշտին։ Ես հենց դա էի ուզում հարցնել, ընդհանրապես կրթությունը Հայաստանում եւ հետո Եվրոպայում, որտեղ այն էլ Փարիզում կամ ընդհանրապես ֆրանսիական միջավայրում, որտեղ իսկապես մենք ունենք այդպես կարծրատիպ ամեն դեպքում, որ այնտեղ հենց արվեստի միջավայր է եւ արվեստը հենց այնտեղ է զարգանում, ինչպես է այդ կոնտրաստը հաղթահարել, ինչ եք վերցրել Հայաստանից եւ օրինակ ինչ եք վերցրել նույն Եվրոպայից, այդտեղի մշակույթից, միջավայրից արվեստային եւ այլն։ Ի սկզբանե ինձ թվում էր, որ ես փորձում եմ հրաժարվել այն ամեն ինչից, ինչ որ ես այստեղից այսպես մտավոր կերպով կարողացել եմ տանել ինձ հետ, բայց վերջի վերջո ծանոթանալով համաշխարհային մշակույթի հետ հասկանում ենք, որ հայկական իրականությունը առանձնացված դեպք չէ եւ քիչ առաջ էլ խոսում ենք նայրի հետ Ռոբերտ Ռայմանի մասին, մեկ ուրիշ արվեստագետ Բլինկի Պալերմոյի մասին կամ 60-70-ականների կամ ավելի արտիական, ավելի ժամանակակից արվեստագետների մասին, տեսնում ենք, որ ինչ որ զուգահեռներ կան, իհարկե չի կարելի համեմատել տոտալիտար ռեժիմում էմանսիպացվող մի երիտասարդ սերնդի արվեստը լիովին ազատ հասարակության մեջ ապրող արվեստագետի գործունեության հետ, բայց ինչ որ միտեղ տեսնում ենք, որ ցանկություն է եղել արվեստի կոնկրետ ուղղություններ վերաիմաստավորել, նորովի ներկայացնել եւ ավելի հարազատ այդ ժամանակի շնչին։ Կարծում եմ Ալեքսի փորձը հետաքրքիր է նաև մեր հասարակության համար նրանում, որ ինքը նաև ժամանակակից արվեստի դաշտի ամենից կարևոր կենտրոններից մեկում այս բանը նաև աշխատում է, այսինքն որպես արվեստագետ գիտենք, որ միշտ ստեղծագործական կյանքին նաև ուղեկցում է այլ տեսակի աշխատանք եւ այս դեպքում Ալեքսը Պինոյի մասնավոր հավաքածուի այդ ժամանակակից արվեստի կենտրոնի Bourse de Commerce էքսկուրսավարներից մեկն է
Եվ շաբաթը մի քանի օր պատկերացրեք թե ինչ արվեստի գործերի միջավայրում է ինքը աշխատում եւ նաեւ հանրության հետ ի վերջո շփվում, այսինքն թե Փարիզյան, թե ֆրանսիական եւ թե միջազգային զբոսաշրջիկների հանրությունը, որ գալիս է ծանոթանալու ցուցահանդեսներին եւ գործերին եւ խոսում էինք նախքան այս հաղորդումը, որ ես տեսնում եմ իր արվեստի գործերի մեջ եւ այն հանգամանքը, որ ծավալները փոքրածավալ լինեն կամ մեծածավալ կարող է արվեստագետը կամ համադրողը կամ նույնիսկ այցելուն ակտիվացնել, այսինքն թե դիպչել, այսինքն թե ունենալ շոշափելու մի փորձառություն գործի հետ եւ թե բուն արվեստի բովանդակության մեջ ներդրում ունենալ, այսինքն կոմպոզիցիայով դիտողը արդեն ստեղծի մի նոր բնանկար ծավալային մանկավարժական բնույթ է կրում, չէ, որովհետև գործը հրավիրում է դիտողին, որ մոտենա, որ ավելի հարազատանա այդ վրձնահարված հարթություններին, կոմպոզիցիային, նյութին եւ այլն, եւ կարծում եմ, եթե Ալեքսը այսքան տարի շրջայցներ է վարում եւ պատմում է այցելուներին այս կամ այն արվեստագետի կամ արվեստի գործի մասին, դա միգուցե անգիտակցաբար, բայց նաեւ դրսևորվում է իր հետազոտությունների մեջ։ Այսինքն վերաիմաստավորվում է արվեստի պատմությունը ձեզ համար ինչ-որ իմաստով ու դուք եք գուցե փորձում վերաիմաստավորել։ Կարող ենք ասել, որ դա եզակի հետաքրքիր հնարավորություն է ինչ-որ ռեգուլյար կերպով կապի մեջ լինել շատ հետաքրքիր արվեստագետների աշխատանքների հետ, հիմնականում հետ երկրորդ համաշխարհային պատերազմի, այսինքն այն ինչ որ մենք որակում ենք որպես ժամանակակից արվեստ, եւ տեսնելու նրանց փորձառությունները, հասկանալու թե ժամանակի ընթացքում ինչ փորձությունների են ենթարկվել այդ փորձառությունները, այդ էքսպերիմենտները եւ թե ոնց են այսօր դրանք դիտվում այսօրվա աչքերով եւ ինչպես է հասարակությունը ի վերջո սկզբից բավականին անտարբեր կամաց հետաքրքրում եւ նույնիսկ սկսում սիրել այդ աշխատանքները, այսինքն ժամանակակից արվեստին բացարձակ անհաղորդ մեկը կարող է գալ եւ մի 20 րոպե մեզ լսելուց հետո հետաքրքրվել, հասկանալ եւ նույնիսկ սիրել այդ արվեստագետներին, փորձել իրենց կատալոգները գրադարանում գտնել եւ տեսնել թե այդ մարդիկ ուրիշ ինչ են արել, այսինքն տեսնում ենք, որ ինչ որ ձևով ժամանակակից արվեստը, եթե այն հասցեագրվել է հասարակությունը միշտ կարողանում է գալ եւ տեր կանգնել այդ արվեստի գործին։ Ուղղակի ինչ որ հարթակ է պետք եւ երևի նորից ասեմ շնորհակալություն Նաիրի Խաչատուրյանին, որ Երևանյան իրականության մեջ մի նոր հարթակ է փաստորեն ստեղծում եւ բավական հետևողական կերպով կազմակերպում այս հանդիպումները։ Փորձենք ավարտել, արդեն չնայած հարցերը շատ էին, ոնց որ արագ ժամանակը ավարտվեց, ինձ օրինակ շատ հետաքրքիր է թե ինչպես եք դուք կարողանում հետազոտություն եւ տեսություն սովորելով վերադառնալ ստեղծագործական իրականություն եւ այդ ամենը այդ փորձառությունը ներդնել նաեւ ստեղծագործության մեջ, ինքներդ ստեղծել նոր բան եւ արդյոք դուք ճիշտ եք գտնում, որ ժառանգության վրա է ամեն դեպքում հիմնվում նոր գաղափարները եւ արդիական մոտեցումները ընդհանրապես ժառանգությունը հետազոտելու արդյունքում։ Գիտեք, ինձ թվում է լավ կամ վատ դպրոց չկա, կարելի է պատկերացնել մեկին, որ չտիրապետելով ոչ մի կերպով եւ ոչ մի ժառանգություն չգիտակցելով ստեղծվեն հետաքրքիր աշխատանքներ, դա էլ է հնարավոր։ Իմ դեպքում ճանապարհը հակառակն է։ Ես դեռ մանուկ հասակից Իգիթյան կենտրոնից հետագա Գեղարվեստի ակադեմիայով նաեւ Մարսել Aix-en-Provence անցել եմ երկար ճանապարհ եւ հետաքրքիր եւ չեմ փոշմանում դրա համար եւ գտնում եմ, որ իմ դեպքում դա ստացվել է, որտեվ ըստ էության պրակտիկան, այսինքն արվեստանոցային աշխատանքը երբևիցե չի դադարել, այսինքն դա միշտ զուգահեռ է գնացել եւ այսօրվա այդ թեորիկ մասսայականացման աշխատանքը թանգարանում միայն օգնում է։
Այսքանը թերևս շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, անվերջ կարելի էր քննարկել այս թեմաները, որովհետև շատ հետաքրքիր են։ Կարող ենք ասել, որ բաց է ցուցահանդեսը ու ահա կոլեկտիվի ցուցասրահը գտնվում է Մոսկովյան 31 հասցեում, երկրորդ մուտք, երկրորդ հարկ։ Շատ լավ, ես էլ ավելացնեմ, սիրելի ռադիոլսողներ, Ալեքսանդր Ավագյանի մարմնավորված բնանկարներ, այսպես խորագրով ցուցադրությունը դեկտեմբերի 6-ին կբացվի ժամը 18-ին, այնպես որ այցելեք, դիտեք եւ դուք ձեր կարծիքը արդեն կհայտնեք, կունենաք, այսպես։ Շնորհակալություն, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն